Գավառի գաթա, սկսեցինք։ Ալյուրն ավելացնում ենք աղ և սենյակային ջերմաստիճանի կարագ, լավ խառնում ենք մինչև հորիզանման զանգված ստանալը։ Այնուհետև ավելացնում ենք հարած ձու, մածուն, սոդա, շաքարավազ և խառնում, ավելացնում ենք ալյուր և ստանում ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Բաղադրիչների քանակները կթողնեմ նկարագրության բաժնում։ Ծածկում ենք խմորը, թողնում 1 ժամ հանգստանա։ Պատրաստում ենք խորիզը։ Հալեցրած կարագին ավելացնում ենք շաքարավազ, մի պտղունց սոդա, վանիլին և ալյուր, խառնում ենք և ստանում ափի մեջ հավաքվող, սակայն հպվելիս հեշտությամբ փշրվող մասը, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Այս ընթացքում խմորը հանգստանում է։ Այն բաժանում ենք երկու մասի և յուրաքանչյուր մաս կրկնակում ենք քառակուսու տեսքով։ Հալեցնում ենք կարագը և քսում շերտին։ Վրան լցնում ենք խորիզը, լավ հարթեցնում ենք, սեղմում, որպեսզի կպչի խմորին և ծալում, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Եզրերն ամրացնում ենք, վրան նորից հալած կարագ քսում, նորից լցնում խորիզը, ծալում և եզրերը լավ ամրացնում, որպեսզի հետագայում խորիզը դուրս չգա։ Ծածկում ենք սննդային թաղանթով, թողնում 1 ժամ հանգստանա, որից հետո տեղափոխում ենք յուղաթղթի վրա, կրկնակում ենք ըստ ցանկալի հաստության, վրան հարած ձու քսում, լավ ծակծկում ենք, որպեսզի թխվելիս չուռչի և չպատրվի, և թխում 180 ջեռոցով մինչև ոսկեգույն դառնալը։